ուզում ես անվճար մտնել Երևանի 10 ակումբներ եւ լիարժեք լիցքաթափվել, ձեռք բեր Անելիք բանկի եւ Boom ամսագրի համատեղ Boom Energy Visa Plastic Card։ Աֆրիկյան էկզոտիկայից մինչ բրիտանական դասականի, իտալական ջերմությունից մինչ ճապոնական նրբաճաշակություն, լատինական դինամիկայից մինչ ֆրանսիական արդիականություն, ալպիական պարզություն, իսկ այս տարի 2012 սկանդինավյան հավաքածու, հանգստություն, մաքրություն եւ միաժամանակ գույների նուրբ համադրություն։ Համեցեք Կերամամարացի ծանոթանալու հերթական նորույթին։ You've given me. Բարեցես։ Ես քեզ վերջին անգամ եմ զգուշացնում, ասում եմ զանգի վայր շուտ արա։ մարդիկ ալու իր տամիջ ազոց գա։ Արած քաշ։ Ու վերեմ կացել որ գնում ցուքարա։ Դու մենակ ինձ ասա ու մատավե։ Մեկ էլ դեպս ո՞ց ցածված ունի որ լավ է։ Չանկարը։ Ես տեսա որ ինքը ստեղ մտա։ Ոնց կարա ինքը ստեղ մտնի, այ ախպեր։ Եկեք ստուգենք։ Սպասի, այ ախպեր, ընդ աղջիկներ են փոխվում։ Ասում եմ, ստե ոչ մի զինվոր էլ չի եկել, ախպեր։ Քաղաքացիական հագուստով ա եղել։ Ոչ էլ քաղաքացիական հագուստով։ Դե գոնե մեկի ուղեկցությամբ նայեմ, կարող ասեմ այդտեղ պահկված լինի։ Էնայի, Արամիկ։ Արի մի հատ։ Հեսա գգակ ասեմ կտանի կնայես։ Երեխեք ջան, девочки, мне окнեք էլի, помогите էլի мне։ А что ты сделал, что за тобой гонится? Ես ոնց որ քայլում էի, ходил там, спан, это капитан. Пошел я, он увидел меня, я пришел с терека, эли. Раздевайся. Ոնց։ Раздевайся. Երեխեք ջան, как? Раздевайся, если хочешь, чтобы мы тебе помогли. Ինձ օգնություն պետք չէ աղջիկներ ջան, նիղթ там, չէ,
Կարող ասես մի հատ էլ տեստուկ եմ։ Նայենք էլի մարդ ես։ Եթե աղջիկները համաձայն լինեն։ Աղջիկներ կարելի է։ Одну минуту. Ասում է, չէ, մարդիկ փոխվում են, ամանչում են, որ ստրիպտիզ են պարում, այդ չի նշանակում, որ ամոթ չունեն։ Ты готовы, девочки? Еще пару минут. Ты готовься, ты выходишь первый. Хаба, теперь что надо делать? Ты должен танцевать, чтобы он понял, принять тебя на работу или нет. Мы все хотим поступить, поэтому должны танцевать, чтобы он решил. Хаба, чем я не хочу это сделать так, работать, Понятно, что не хочешь. Сейчас этот офицер уйдет? И переоденешься. Это ուրիշ բան, թե չէ ես կյանքում ոչ մեկի դուդուկի տակ բարող չեմ։ Այսինքն я не станцую под чужую балалайку, էլի։ Ինչ է ասում եմ։ Եթե տեսնենք, հաստատ կդիմենք համապատասխան մարմիններին։ Ես տեսա է որ ստը մտավ։ Ինչ ասեմ, ախպեր ջան։ Стой! Ты сейчас выходишь. Остальные пусть готовятся. Что ты испуганно смотришь на меня? Демптер, демпча, хещама, без денчарас. Ты что, в этой колготке хочешь танцевать, да? Чё за вид? Կներեք, ես մի փոքր շտապում եմ, ես ուղղակի անցնում էի, մտածեցի տեսնեմ, ես գնամ էլի։ Ոստիկանությունում? Ինչի համար? Լավ։ Մի բան է խելա։ Հա կարին է։ Համբարձումին տարել են ոստիկանություն։ Լուրջ։ Կարեն ես լուրջ բան եմ ասում։ Ինչքան վաղտոր են տարել։ Չգիտեմ գնա տես ինչ ա եղել, երկար չպահեն ընդեղ։ Հա բա, ես դիվալմը կարեն հասի, հա։ Էլ ես պիեթամ, էլ ես տիվի սրեն, էլ դիմերես ինտքեն, էլ դիմ... Պապուշի չարը որ տարեն ինձ, հա։ Հեսա պապան կազնի բան ես։
մեզի լավ բանի համար չեն կանչնում։ Կակ, դե գնա տես ինչ են ասում արի։ Դու էլ ես սորի ոյ։ Ինչ է տսում։ Էսում եմ տենում, էսում ջիգարներն են։ Լրջացում է։ Այս համոն էլ է դա, հա։ Հա իրար հետ ենք էլի տղերք չան։ Տրադիցիա է դարեմոտները, առանց իրար չեն կարող։ Բայց ոնց մտակ վրամի մոտ։ Հա դուք որտեղից գիտեք, Ռշտուն ջան։ Մխոնա բարեխոսը ձեր համար։ Չէ, Վարուժան ջան, մխոնսկի չէ իմանում, որ իր հոր մոտ ենք աշխատում։ Հիմա ուղղակի փորձաշրջան ենք, էլի ասում ջիգարներ ջան։ Ու փորձաշրջանի ժամանակ էլ փորձում եք ձեզ լավ դրսևորեք։ Բայարկ է Ռշտուն ջան, բայարկ է։ Զգացվում է, ջանքու երան չեք խնայում մեր ապրանքին կպնեք։ Մենք։ Ինչու եք մեր ապրանքին անում կծրե։ Հե՞։ Գագոն չի իմացել, որ այդ ձեր ապրանքն է տղեկ ջան, դրել ու քլնգել է։ Արա։ Ըհը։ Վարուժան, չեմ քլնգել ջիգեր ջան, այնքան որ մի երկու բան եմ Ու չգիտեմ որ մենք ենք Վարդանի մոտ աշխատում։ Այդ քեզ հերիք չէր։ Ցավը տանեմ կներեք էլի տղերք ջան։ Թե ուզում եք вообще նեցարեմ այդ խանութ ապրանք չտանեք։ Էլ sense բան չլինի։ Աշխատում եք նեց աշխատեք, որ հանգարցակի ոչ մեկի ապրանքին չկպնեք։ Եղավ։ Եղավ Ռշտուն ջան, Վարուժ ջան, հարց չկա տղերք ջան։ Ու նայեք հանգարց այդ փորձաշրջանը ձեր համար փորձանք չդառնա։ Ինչ ես դուրս տալիս սարա։ Ինչ է խփեցիր Գագո։ Բան չես ասում, որ իրաց ապրանքը քլնգում են։ Հարա։ Բայց ես ասացի որ դու չիմանալով ես քլնգել։ Արա ինչ կապ ունի արա։ Նստի ավտոն։ Արա ասա ես ինչ եմ քեզ անեն, վեշի նման իմ հետ քաշ տալիս է արա։ Գագո, բայց դու ասում էիր որ երկուսով մենք ավելի ուժեղ ենք։ Երկուսով ապեր մենք ոչ թե ավելի ուժեղ ենք, այլ ավելի ես Մեղք է, Մարիան, մեղք։ Լսի, քաջիկին այսօր ուր տանենք։ Արի տանենք դիսկո ակումբելի, խնդրում եմ։ Ես չեմ կարագամ դու գիտես։ Հալո, մխոն չի իմանա։ Հնարավոր չի որ մխոն չիմանա։ Լսի, հեռախոսները կանջատեք, տենամ ոնց է մեզ գտնելու։ Պատկերացնում ես քաջիկին դիսկոյում։ Բայց եթե մխոն այդ մասին իմացել է, ես չգիտեմ ինձ ինչ է անել։ Նովել մի սկսի, նենց ես խոսում ոնց որ եսի մոբա մխոն։ Մի մոռացի, որ իմ աղբոր մասին ես խոսում։ Լսի, այն Վարուժն ու Ռշտունն էլ են, չէ՞, նենց գլամուրոտ տպեր, արի հետները մոտիկություն անի։ Կարաս համարները իմանաս այսօր։ Այսօր դու ինքդ քաջիկից կիմանաս։ Լսի, ճիշտ ես ասում, մեր աղբերը մեզ կասի։ Այո։ Լսի, ով է տանը ճագար պահում, հա։ Օրինակ իմ շեֆը։ Որ մեկ տվել եմ, դու ինչ ես քո շեֆն ինչ լնի։ Այդ կարաս իրա դեմ ասել։ Հա, կարա, բեր դեմս, այ հենց հիմա բերասեմ դեմը։ Կամ ինչ էի մտել է ստրիպտիզ զակում, այդ դե ինձ զահրուզի բիրա ինչ գործ ուներ ընդե։ Ով լավ է։ Ինքն ով քաշում։ Որտեվ ընկելեր հետևիցս, ես էլ մտա այդտեղ։ Հետո իրադարձություններն այդ զարգացան, որ ես հայտնվեցի աղջկա կարգավիճակում։ Տենց իշխություն մենակ քո հետ կարող ա լինել, չէ՞։ Պապ ինձ կարաս շուտ տանես Մուրադենց տուն, այդ ճագարը վերցնենք։ Էլ ճագարյանն մոռացանք, վերջ, էլ չես խոսում, պրծակ, հա։ Չեմ կարա մոռանալ։ Լսի, եթե պետքա տաներ, ինչի ես բերե դու։ Ինչի ես բերե։ Փող պետք է աշխատե այդ ծառայության համար, հետո պարզվեց, որ ուրիշ Ցեզարի մասին է խոսքը, հիմա պետք է տանեմ այդ ճագարը հետ տա։ Ինչ Ցեզար, ինչ փող, ինչ աշխատանք, ինչ ես խոսում։ Ով պապիշ դժվար է քեզ մի բան ասելը։ Լսի, այդ դու քո աննորմալ տեղով ինձ աննորմալ տեղ ես դրել, հա։ Ով լավ մնա, հա։ Շեշենց։ Ամարցու։ Ամարցու։ Ես մասի, ամարցու, հլա այս տեղը։ Հլա այս տեղը կոտի բեք, հլս մասի։ Սեզարյան։ Ցեզար։
Ցեզար։ Մելո ջան գործ ունեմ հետդ ախպեր ջան։ Ինչ է։ Իմացար ապեր Վարդանանձի հանել ախշապանքից գործ ցերացրել։ Մախոյի բանակի քեֆին երկիր դորմա։ Հա Մելո ջան, բայց ես հանդե երկիլո մար փող չեմ ախշատել։ Հա ինչ կապ ունի, մարդը նորմալ հասանելի հայերենով սելեր, ուրիշ տեղ երկեցիր կրճատեք գործ։ Յա, հավե չհասկացա հիմա իրա կողմից ես թե իմ կողմից Մելո ջան։ Ես իմ կողմից եմ, Ջամշան։ Լավ լսի ախպեր ջան։ Եկե չէ իմ կողմից էլ էլի ցավը տանեմ։ Իրա շոֆերն ես տեղներ ես տանում բերում, ասա թոնձի ընդունի ախշապանք։ Ջամշես իշտի պես դու։ Ապեր, կոլաբության տակից դուրս կգամ։ Հարսանի գիտքը երկեմ Կոեմ, պետք չէ, կողու շնորհակալ եմ։ Հետո չես կրնա Վարդանն էլ հագարակը համոզես։ Հետո քեզի գործից հանել եմ, վсё, արդեն ուրեմն հանել էլ հնար չկա։ Ապեր, կարաս համոզես, կլինի ապեր լուրջ եմ, դու շոֆեր տղա ես։ Շոֆերները գիտես ինչ հարցեր են լուծում։ Իմ ընկերս նա բացր պաշտոնյայի շոֆեր է, լուրջ եմ ասում։ Իր անունից ապրես սաղ, իր ծանոթ բարեկամների սաղին ախշապանքի անդուն է բանանում։ Գիտես ինչ հարցեր են լուծում շոֆերները, մելո ջան։ Ցավը տանեմ։ Ջամշ։ Հա։ Քեզի բարի փախտա ախպերս։ Յա։ Հա, ապեր։ Давай ցավը տան։ Ինչ կենես սոսնը։ Ապեր Վարդանի 5.5 րոպե ժամանակ է տվել։ Վազե չուշանաս։ Համբարձում։ Ուրա Ցեզար։ Իր Ցեզար, պարոն Ցեզարը չկա։ Թե երևի դուրը բաց է մնա։ Կարա ինձ ասես, դու կարաս արտահայտվես։ Դե ուզում եմ բացատրեի ոնց է եղել։ Դու ինչ չես կարա բացատրես, դու կարաս բացատրվես։ Տարբերությունը ո՞րն է։ Դու ինչ չես կարա ասես տարբերությունը ո՞րն է։ Դու կարաս ասես ներող կլինեք։ Դե ախպեր ես նենց սկզբից արտահայտվեցի, բայց երևի չլսեցիր։ Դու ինչ չես կարա լսացնես, դու կարաս լսացվես։ Ես քեզ չեմ լսացնում, ես ուղղակի պատմում եմ ոնց է եղել։ Դու ինչ չես կարա պատմես, դու կարաս այդ պատմությունը արտահայտվես։ Ախպեր ներող կլինեք, ես էլ ասելու բան չունեմ։ Դու ինչ չես կարա պարտադրես, դու կարաս խնդրվես։ Ախպեր ես չեմ պարտադրում, ես քո հետ ոչ մի բան չունեմ։ Ջոգել ես սխալդ։ Հա, ախպեր։ Դե որ ջոգել ես ասա տենան որն է։ Դե որ գրուբի եմ խոսացել էլի ախպեր։ Դու չես կարա մեր այդ գրուբի խոսաս։ Տղեկ ջան, լավ է էլի, թող գնանք։ Բայց մենք ձեզ չենք բռնել, որ մի հատ է թողենք։ Ախպեր, բա ոնց խոսամ, էլ ինչ ասեմ։ Ինչ ասում եմ, մի բան բռնում ես։ Հələ մի րոպե, հերթով խոսացեք։ Առաջին հարց։ Դե առաջինն էր, բա ոնց խոսամ։ Կարող է գիտես քո հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհին եմ, որ քո համար շատ թանկ է։ Երկրորդ հարցը։ Դե երկրորդն էլ ինչ ասեմներ։ Բան չունես ասելու։ Ու մենք, որ մեր ժամանակը մեր համար ոսկուց էլ թանկ է։ Խուրդ ու մենք։ Դե երրորդն էլ է, որ ինչ ասում եմ, մի բան ասում ես, ախպեր։ Արա ինչ եք կանգնել, խփեք։ Արա ինչ ես անում, այո։ Դու ինձ вообще մի ասա ես ինչ եմ անում։ Տղեկ ինչ եք ուզում ինձ։ Այ հենց այդ հարցին էինք սպասում, որ ուզում ես ճիշտն իմանաս։ Ինքնըստինքյան եկանք հանգանք մեր ուզածին։ Ուրեմն նա ինչ ես անում, մի հատ թուղթ ու գրիչ վեկալ գրի։ Ինչ է լի, ուղը, ինչ է, թեման որն է։ Ախպեր դե թեման այնա որ… Դու այդքան չկաս, որ ինձ ասես որն է թեման։ Տղեկ ջան, մենք մեղավոր ենք, ինչ արել ենք, սխալ ենք արել։ Նա դու ես որ ասես մեղավոր եք թե մեղավոր չի։ Մենք ենք ստասում որը որից հետո է դուք եկել ինձ ուզում եք ձեր մոմենտով ապաշխարեք, հա։ Вообще լսեք ես ձեզ ինչ եմ ասում։ Սերերից հետո Պենյակներ ջան, դե մի ձևը տես չի էլի, ասեք որ տես չի, ասեք,
Դե ինչ չի աղբերս։ Ինչ ենք, անիմաստեղը իրար մխկտասնում։ Գրուբի եկել է, հմի տեցել ալնում, ինչ կրում։ Լավ, վերջ, գնացեք։ Հաջողություն։ Մեծացեք էլի, իշքան կարելի ասենց հավայի զրուսների մեջ ելել։ Համաձայն եմ աղբեր։ Վայ, իսկ վիշապուն ինչ անում ստի։ Շատ համով է սրբի։ Չէ՞։ Լավ կլիներ մի քիչ էլ տեսքի վրա աշխատեիք։ Բայց տեսքն էլ շատ լավ։ Տեսքը ինչ կարևոր է, կարևորը համով է։ Գիտես չէ։ Քաջիկն է ինձ ասել է Սարաթի ձևը։ Լուրջ։ Շատ շնորհքով տղայա ու օգնեց միասին էլ պատրաստեցինք։ Նայել եմ սիրում տենց անող, դնող, էփող, թափող տարիքի։ Երանի նրան ով կամուսնեն է քաջիկի հետ։ Գիտես տենց չի։ Ես քաջիկի նման տղա չեմ տեսել։ Մոխոյի բոլոր ընկերներից որևէ մեկին չեմ փոխի քաջիկի եղունգի հետ։ Աչքի սիրտդ կպել է, հա։ Ում իմ։ Չես ամաչում։ Բան ես խոսում, որ Ինչ, իրավունք չունեմ կարծիք հայտնեմ։ Իմիջալից քաջիկը այսօր մեզ ժամադրել է։ Լուրջ։ Երկուսիդ։ Երկուսից։ Տես տղուն չնեղացնես հանկարծ։ Բարև ձեզ։ Պապան տաննա։ Ոյ, համբարձումներ սարի։ Չէ, դու ինձ ասա պապան տաննա թե չէ։ Չէ։ Դե մի հատ ասա թող այդ Մուրադին զանգ է, դուրը բաց է։ Գնաց եմ մի ժամա ջարդում եմ, բացող չկա, որ այդ ճագարը վերցնեն։ Աչքիս այդ ճագարին արդեն գյուղ են տարել։ Ինչ չէ տարկրում, զանգի ասա թող պապան գնա բերի։ Կարող է ներս գաս։ Չէ։ Դու զանգի ասա։ Այ մարդ, ես չեմ կարող, ես այդքան ներվ չունեմ իր այդ խոսամ։ Ես արդեն մի անգամ ասել եմ պապային։ Եթե ես այդ ճագարը չտանեմ, ստիպված կլնեմ ես շեֆից մոտ ճագար աշխատեմ, իսկ էդ իմ երազանքը չի։ Բա վերցնելուց ինչ էիր մտածում։ Վերցնելուց մտածում եմ այնքան գումար կաշխատեմ այդ գործի համար, որ սկի շեֆից կարամ վարշե չտենամ էլ։ Այս ինչերի մեջ ես մտել այ համբարձում։ Բա, ազգից սիրած կրիմինալի։ Դե արի ներս, հեսա կզանգեմ։ Իմ ասածները հաթաթ կասես իրան։ Արի ներս, վայ։ Ոչինչ, ես տեղ կսպասեմ։ Անուշիկին չի հետդ գալիս։ Քաջիկը մենակ քեզ չի հրավիրել։ Ուզում ես իմանաս, այս ամեն ինչ իրականում հենց Անուշիկն է կազմակերպել։ Ինչի՞։ Դե չգիտես, Անուշիկին սիրում է էլի տղերքին արդերի հետ խաղալ։ Լավ կլինի մենակ գնաս։ Լուրջ եմ ասում։ Ահ, կամոց։ Ինձ մնար ես չէի էլ գնա, ուղղակի Անուշիկի համար եմ գնում, այդքան բան։ Գիտես, ինձ թվում է Անուշիկը քաջիկին հավանում է։ Չէ, դու էլ չասեցիր։ Դե կտենաս, ես տենց գործերում շատ լավ եմ, կարելի ասել գել եմ։ Բախտը մարդուն մի անգամ է ժպտում։ Ուզում եմ ասել, ուշադիր եղիր, բաց չթողնես։ Քաջիկը ընդհանրապես իմ ճաշակով չի, նենց որ։ Տուր ես կքսեմ աչքերդ, հա։ Հակի։ Կամոց։ Ես ինքս եմ Մուրադին ասել, որ դուրը չբացի։ Ինչի՞։ Որովհետև ճագարը տվել եմ իրանց։ Ինչի՞։ Որովհետև մեր տունը ճագարանոց չի։ Ինչի՞։ Որովհետև ճագարները պետք է ապրեն հավապատասխան վայրերում։ Ինչի՞։ Որովհետև ճագարները մարդիկ չեն։ Ինչի՞։ Իմ ասում է ինչի՞։ Դու չասեցիր, ես դրա համար ասեցի։ Կարեն ջան, այդքան խիստ մի խոսա էլի։ Ինչի՞։ Որովհետև մեր երեխին է, ունենք չունենք, ես մի տղեն ունենք։ Ինչի՞։ Դե որովհետև քեզանից հետ այլերը։ Լավ էլ իրենց շփեք, ասում եմ, ընդհանուր եզրեր ենք թե։ Ինչի՞։ Որտեվ մենք իրար ավելի լավ ենք հասկանում, քան թե ես ու պապան։ Ինչի՞։ Որովհետև դու խիստ ես, շուտ բորբոքվող, անհամբեր։ Ինչի՞։ Որտեվ մենք ներվեր ուտող ենք։ Այ, ապրես Բալիկ ջան, հազիվ մի նորմալ ճիշտ բան ասեց, ապրես։ Պապ, ես քեզ հիմա մի հատ հարց տամ, դու ինձ անկեղծ պատասխանի, հա։ Մինչև իմ վայնկամատի ու չոտին չես գալու։
Այմար դու ուզում ես որ ես ճագար չդառնամ։ Մարդիկ մեռան զանգելով, ամենու զնգը։ Եթե չես ուզում ճագար դառնամ, պետքա տանել շուտ տալ այդ տիրոջը։ Ինչի։ Աշխատանք չկա։ Բայց մի հատ գոնել լսի թե ոնց է էլի նոր ասայլի։ Հələ ինչ կապ ունի ոնց է էլի։ Ոնց ինչ կապ ունի։ Կոկեվին եմ երկե դրա համար անձի վարտանը հեռացրել աշխատանքից է։ Ինչի երկիր։ Բայց ձերուն զաման եմ երկել, չերկել որն է։ Ասենք հո իմ հավեսի համար չեմ երկել։ Հələ ես քեզ մի հատ լավ գործ առաջարկեմ։ Հա։ Հարց չկա։ Եթե մենակ ասենք երկեցողության հետ կապ ունի, հարց չկա։ Հա, բա ոնց։ Հերոսի։ Արի ասեմ։ Ես Ցեզարին բերի տանես մի դե բրախես հրադանես էթա։ Յա։ Բա դե երկեցողությունը ո՞ր է դրա։ Արա երկելով կտանես։ Արա դե լավ է, որպես ես քեզ լուրջ բան եմ ասում, ես կան օբյեկտ ունեք, տարեք մի հատ մի դասավորը գամ երկեմ բան։ Լավ հաշկե։ Բայց բդի Ջասթին Բիբերի երկերից է։ Բա կորբան քեզ Ջասթին Բիբերն ինչա պրոբլեմ չկա։ Գնաս։ Չա խոսում։ Դե, գնաս սուրվի, բարաբի, կքես կստուգեմ։ Ջասթին Բիբեր ինչա։ Դե, ապեջը, դե։ Ջասթին Բիբեր։ Դե։ Ջասթին Բիբեր։ Ջասթին Բիբեր։ Դե։ Ժենուցերը։ Սկզբից գնանք սրճարան, հետո դիսկո ակում, լավ։ Ես համաձայն եմ, բայց կարելի է մի տեղ գնալ, չէ՞, ասենք սրճարան։ Լավ, գնանք սրճարան, հետո Երևան։ Լավ։ Նիրվեցի ուպքի մեջ ենք գցել։ Ինչ եմ դիմանում, գործ է գործ։ Այ բալես, բայց ինչի ես ներվայնանում որ, ինչի։ Բա ինչ անեմ, որ չներվայնանամ խրայա տեսնյակ։ Ժպտա բալես, ժպտա ու ասա որ լավ կլինի, այսենց։ Լավ կլինի, անպայման ունենալու եք աշխատատեղեր, անպայման աշխատանք եք ունենալու, լավ է լինելու, նույնիսկ ասա շատ լավ է լինելու, բայց կոնկրետ օր մի ասա էլի երբ հա լավ լինելու։ Բայց կլինի որ։ Այդ հավատանեմ հույսով արելի։ Մարդու ուշքը գնում է հույսով ապրելու համար։ Իսկ մենք ունենք այդ հնարավորությունը, որ մարդկանց այդ հույսը տանք, եթե ունենք, ինչի չտանք։ Ու թող այդ մարդը հույսով էլ ապրի, ոնց որ պապը տեր ասում, որ մի քեզ հեր չան։ Պապի չան ասում էր, այն ժամանակ է մեռնում մարդու հույսը, երբ կտրում են իր վերջին լույսը։ Վայ պապի չան, այդ ինչ ասել։ Հիմի ուզում ես ասես, մենք հույսով անենք, մնացածը հույսը կանի, հա։ Վայ ես քո ջանին մեռնեմ, բալես, դու իսկական իմ կտորն ես, բա ոնց, բա հույսն է անում, էլի ինչ որ անում է։ Տեսնյակ, բայց դու ինչ հզորություն ես։ Մեռնեմ ջանիդ, կյանքի դպրոցի դասերն եմ առել, տղա ջան, ու են դասերը, որ ատեսնյակը տա առել, ոչ մի կյանքի ինստիտուտ չի կարա տա։ 40 տարիս լրացավ, 40 գարուն շուտ անցավ, խելքս քամուն տվեցի, մոխոց տանը մնացի, հիմա թե բախտս բանի, մեկը ինձի հարստանի, ով է լինի իմ փեսան, կասեմ լավը հենց էսա։ Ես իրենը ուր է, ես արդեն կեժ ավատունն եմ, բայց ինչ-որ դրան չեմ տենեմ թե պրտալուց։ Դե երևի Անուշիկի հետ տեղա գնացել։ Ես քու տեղը որ լինեի,
Այդ երևի բառը չի ասի այդ նախադասության մեջ։ Հələ մի հատ փորձի առանց երևի Անուշիկի հետ տեղա գնացել։ Ու դու գիտեր դրա մասին։ Ով մխոտ թող գործ անեմ։ Իմանալով հանդերձ իմ խասյաթը, դու ոչ կես, ոչ մի, ոչ էլ մեկ ու կես բերան ընձի խաբար չես արել։ Ես ինչ գործ ունեմ ձեր հարաբերությունների մեջ։ Տեղից էլ գործերս այնքան շատ են։ Քո լոջիկը ինչքան էր։ 120,000։ Բայ քուրը։ Ես աճելու տեղ չունես էլի։ Ես էլ ասի մի քիչ կծեմ, բարձրացնեմ։ Մխո ջան, առավոտվանից մինչև ուշ գիշեր էստեղ եմ լինում։ Լինում է որ գիշերներն էլ եմ մնում։ Այդ ոնց եղա որ աճելու տեղ չունեմ։ Չի կապ չունի, էդի շատը։ Ես մի հատ կվերանայեմ։ Լավ մի լսի ուրիշ բան եմ ասում։ Եթե դու ինձ կուրսի պահես, երբ այդ Անուշիկը գալի գնում, երբ են իրենի հետ շփվում, ուր են գնում, ինչ են անում, ես քո աշխատավարձը կբարձրացնեմ։ Կսարքեմ 120,000։ Բայց ասեցի որ այդքան է։ Բայց ես էլ չասի որ կվերանայեմ։ Վերանայել դա նշանակում է իջեցնել, սարքել 80,000-ի կարգի։ Ես այդ գումարով չեմ աշխատի, ոչ էլ կարամ քեզ կուրսի պահեմ։ Եղավ։ Հարց չկա։ Սրբույթյա։ Բայց լավ հիշի, ես քեզ մի օր կբռնացնեմ։ Քարսուն տարից լրացավ, քարսուն գարուն շուտ անցավ։ Ինչ ասիր։ Ոչ մի բան։ Ելքս կամոտ տղեցի, մխորից տանը մնացի, հիմա թե բաղթս բանի։ Ես տենց է գիտեի, որ զանգելու ես։ Ապենյակ, դու ինձ մի հարցում պետք է օգնես։ Եթե գտել ես, որ պետք է օգնեմ, ուրեմն ինքս տինքյան ասա ասելիքդ։ Ապենյակ, դու շատ կուրսեր անցած տղա ես, դու կուրսի կլես, Անուշիկի սիրած յոբեկտենը որն են։ Գիտեմ ապեր, հեսա կողարկեմ մայլիտ։ Հրե ուղարկել պեչի, դու դաշկետ բենզինից, արի ինձ վեգան գնանք իրար հետ։ Միջև աստիճաններից իջնես արդեն ընտեղ կլնեմ։ Պայմավորվեցիք։ Նարյատ, մատուցող։ Ինչ Նարյատ։ Արա։ Բա ինչ կա գործերից։ Անուշիկը քաջիկին ծռել է։ Նույնիսկ ժպիտով։ Անուշիկը գլամ ուռոտ, հա։ Քաջիկն էլ գլամ ուռոտ է։ Այդ Վարդանը ում գործեր անում։ Ապեր շատ պիքի մարդա։ Աստաղ տենց բան կա։ Ես քեզ արգելում եմ իրա մոտ աշխատած։ Վերջ, բաստա, թենիտա, վերջ, հասկանում ես վերջ։ Հրե չես կսե, դուք ինձ դավաճանում եք։ Ինձ կվերացնես։ Իջեք։ Ուզում ես անվճար մտնել Երևանի 10 ակումբներ եւ լիարժեք լիցքաթափվել, ձեռք բեր Անելիք բանկի եւ Boom ամսագրի համատեղ Boom Energy Visa Plastic Card։